Բարի օր բոլորին, Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Մայիսի վերջի շաբաթն է 2025 թվականի և մինչև այս տեսանյութի թեմային անցնելը ես խնդրում եմ բաժանորդագրվեք մեր ալիքին, խնդրում եմ տարածեք և հավանեք մեր վիդեոները, ինչքան տարածեք այնքան մարդ կտեսնի և այնքան մարդու մենք կարող ենք օգտակար լինել։ Խնդրում եմ նաև այցելեք այս տեսանյութի տակ դրված մեր կայքեջի հղումը, այցելեք մեր կայքեջը, խնդրում եմ և որտեղ դուք կարող եք ծանոթանալ մեր աշխատանքի, մեր սկզբունքների հետ և ինչպես նաև կարող եք տեսնել մեր արտադրանքի ցուցակը, ապրանքացուցակը և առցանց պատվիրել մեր արտադրանքը։ Այսօր ես ուզում եմ պատմել և ցույց տալ վերականգնողական գյուղատնտեսության, տվյալ դեպքում անասնապահության, վերականգնողական ուրեմն իմաստը և աշխատանքի ձևը։ Դուք հիմա տեսնում եք մեր դորպերների գլխաքանակը, որը իմիջիալոց այս տարի անցել է շատ ու շատ հաջող ծնի սեզոն։ Իրենք այս ծնի սեզոնը անցել են։ Հիմա անգուստները դեռ չեն անցել, անգուստներին դեռ կա ևս մեկ ամիս, իսկ այս գեղեցիկ կենդանիներն անցել են և հիմա իրենց գառնուկների հետ են։ Իրենք հիմա գտնվում են այն արոտավայրում, որտեղ որ ընդամենը 2 օր առաջ գտնվել են անգուստները։ Ժողովուրդ, մենք 2019-20 թվականից ենք այս արոտավայրերում, արդեն 5 տարի և մեր վերականգնողական արածեցման մեթոդները կիրառելու արդյունքում այս արոտները դարձել են անճանաչելի, իրենք արագ վերականգնվում են, իրենք բազմազանությունը շատացել է։ Էսի մեր արջուկն է, արջուկ, եկար խանգարես, արջուկ, դու խաղաշուն ես, դու հովաշուն չես։ Բազմազանությունը մեծացել է մեր վերականգնողական մեթոդների կիրառման պատճառով, նայեք լտեսեք, ուրեմն անգուստները հոշոտել են ամբողջ երեքնուկը, բայց ինքը սկսել է բարձրանալ է, նայեք, երեքնուկը սկսել է նորից հետ գալ է, բայց հիմա 3 օր հետո մենք բերել ենք այստեղ դորպերներ, ինչու, ինչ ենք անում, ուրեմն դորպերները ուտում են այն, ինչ որ չեն ուտում անգուստները, օրինակ այս հազարան թերթիկը, որի համար փամփուշտ են գցում ոչխարները և այլ մնացած հատկապես անգուստների համար մոլախոտ համարվող այն բուսատեսակները, որը դորպերները կմաքրեն և հետո մենք կթողնենք, որպեսզի այս արոտավայրը վերականգնվի։ Սա հոլիստիկ կառավարման մեթոդներից մեկն է։ Նայեք, ընդհանրապես մոլախոտ ասածը շատ լայն և ոչ ճշգրիտ նշանակություն է։ Մոլախոտը այն խոտն է, որը շատ արագ է աճում և նույնիսկ ճնշում է այլ խոտերի։ Օրինակի համար մենք ունենք այստեղ կանադական այս տատասկները, որը դուք տեսնում եք, որոնց
քանակը հսկայական էր մի քանի տարի առաջ, որոնք գնալով սկսել են պակասել։ Սրանք հաստատ մոլախոտ են, բայց անգուսները նրանց ուտում են շատ երիտասարդ հասակում, համարյա նոր աճած, իսկ դորպերները նրանց կարող են ուտել հիմա։ Երբ որ դորպերները կծում և պոկում են այն խոտաբույսերը, որոնք անգուսների համար համարվում են ճակերտների մեջ մոլախոտ, որովհետև նրանք դա չեն ուտում, տեղի ունենում երկու բան։ Առաջի հերթին այդ անպիտան ճակերտների մեջ խոտաբույսերի շնորհիվ դորպերները, այսինքն մենք որպես ֆերմերներ հավաքում ենք քաշաչ, կիլոգրամներ այն դեպքում, երբ որ չպետք է ուրեմն հավաքեինք, որովհետև անգուսները դրանք չեն կերել։ Սա մեկ առավելություն։ Երկրորդ առավելությունը կապված ավելի շատ բիոլոգիայի հետ, այն ընթացքում, որ անգուսները ասենք 2-3 օր առաջ, ինչ կերել են դուրս են եկել ստեղից, թողել են իրանց հասկացողությամբ մոլախոտերը, այն օգտակար, անգուսների համար օգտակար բույսերը հիմա գտնվում են ակտիվ աճի մեջ, որովհետև բույսի հիմնական հատկությունը, որը տվել է Աստված բույսին, դա մեկն է վերականգնվել, ինչքան հնարավոր է արագ, իրա վրա ճշում գործադրեցիր, չգիտեմ, կտրեցիր, անգուսները կերան, տրորեցիր, իրանք պետք է վերականգնվեն։ Դա իրենց առաջի հատկությունն է։ Հիմա, քանի որ արդեն անգուսների կողմից ճշման ենթարկված բուսատեսակները գտնվում են ակտիվ վերականգնման մեջ, այսինքն իրանց մեջ ամբողջ համակարգով շուտ արեք, մեր վրա ճնշում են գործածում, մեզ կերել են, հարկավոր է շուտ վերականգնվել։ Իրենք հիմա ակտիվ վերականգնման մեջ են, իսկ այն բուսատեսակները, որոնք հիմա ուտում են դորպերները, այսինքն այն բուսատեսակները, որոնք թողել են այդ անգուսները, իրենք թողել են, որոնց հիմա ուտում են այդ բուսատեսակների վրա այս դորպերները նոր են ճնշում գործադրում։ Այսինքն իրենց նոր են խեղճացնում, իրենք դեռ իրենց այդ բանը կնոպկեն վերականգնվելու դեռ չի միացել։ Okay? Եվ այն ընթացքում, երբ որ օրինակ տեսեք այս դորպերը, օրինակ խժռում է, այն ինչ որ թողել է անգուսը, եւ կարծեմ դա Շուշան է, ծաղիկը Շուշանի կերավ գնաց։ Հիմա, քանի որ իրենք հիմա դա են խժռում, առավելություն են տալիս, ժամանակ են տալիս այն բուսատեսակներին, որոնք օգտակար էին անգուսների համար, որոնք հիմա ակտիվ վերականգնման մեջ են։ Իսկ այն մնացածին, որոնք դեռ վերականգնման ակտիվ փուլում չեն, իրենք նրանց վրա նոր են ճնշում գործադրում։ Եվ մինչև իրանց չուտեն եւ առաջ չանցնեն, որը կտևի եւս 2-3 օր, նոր այդ բուսատեսակները կսկսեն ակտիվանալ։ Այսինքն, նրանք, որոնց որ ճնշել են անգուսները, նրանք ստանում են, այսպես ասած, ֆորա, ասեք, առաջ են անցնում ժամանակային իմաստով եւ միայն այդ պատճառով այդ անգուսների համար օգտակար բուսատեսակների ծավալային կշիռը արոտավայրում ավելանում է տարեց տարի։ Նայեք, մենք ոչ մի հատուկ բան չենք անում, ուղղակի աշխատում ենք բնության հետ։ Եթե մենք ունենայինք միայն դորպերներ, մենք կորցնենք այդ առավելությունը։ Եթե մենք ունենայինք միայն անգուսներ, մենք կորցնենք այդ առավելությունը։ Այն պատճառով, որ մենք ունենք դորպերներ եւ անգուսներ,
միաժամանակ մենք գտնվում ենք առավելության մեջ, որը երկու կենդանիների համար շատ լավ է։ Դորպերները մաքրում են անգուսների հետևից։ Ասեմ ավելին, կան կենդանիներ, որոնք կարող են մաքրել դորպերների հետևից։ Եվ հետո նոր այդ արոտավայրը կարող է վերականգնվել դրանից հետո, որոնք են այդ կենդանիները ըստ մեր կարծիքի ելնելով այն էկոհամակարգից, որտեղ մենք գտնվում ենք եւ հենց այդ բնության գրպանից եւ վեգետացիայից, որ այստեղ աշխատում է, ամեն տեղի համար առանձին է դա չտարբերվող, որոնք են այդ կենդանիները ճիշտ է, դա արոտային թռչունն է։ Chicken tractor-ների մեջ այն հատվածներում, որտեղ որ աճում են օրինակի համար տատասկ, արդեն բավական հասուն եւ ոչ դորպերները, ոչ նույնիսկ ձիերը իրենց չեն ուտի, բայց արոտային բրոյլերը կամ մուլարդ բադերը նրանց կուտան։ Առակս ինչ կցուցան, սա վերականգնողական, գյուղատնտեսության, պարզ հասարակ, մտածված տակտիկա է, մարտավարություն։ Քաղել ամեն մի մետրից, ինչքան հնարավոր է շատ կիլոգրամ, մետր կոչվում է արոտավայր։ Ժողովուրդ, այս արոտավայրը մենք չենք գնել։ Այս խոտը, որ այստեղ աճում է, մենք չենք գնել Ռուսաստանից բերել մեշոկների մեջ, չգիտեմ, խտացրած կերչի սա։ Սա էկոհամակարգ է, որին աճեցնում են այս կենդանիները։ Այս կենդանիներն են, որ կանգնում են այդ իրենց կերը վերականգնում են։ Մենք ընդհանրապես կառավարում ենք կենդանիներին, օգտագործելով կենդանիներին որպես հնձիչ, մեկը մյուսի հետևից։ Եվ ստիպում ենք այդ արոտավորերին եւ վերականգնել եւ քանակապես, եւ որակապես։ Դրանով ստեղծելով այն հենքը, որի վրա աճեցվում է կոնկրետ այս պահին միս, մենք կաթով չենք զբաղվում, պետք է ասեմ, ես հարգում եմ մարդկանց, որոնք կաթով են զբաղվում, ուղղակի չեմ հասկանում, ինչպես են իրանք ծերին հասցնում, չեմ կարող հասկանամ, չգիտեմ, երևի իրենք ավելի իմաստուն են, քան թե ես, չնայած մեր կատնային ամբողջ այդ ոլորտը ինքը հիմա ճգնաժամի մեջ է։ Եվ ոչ միայն կատնային, մսայինը նույնպես, որովհետև վերականգնողական չեն անում մարդիկ, չեն անում այն, ինչ որ մենք ենք անում։ Մեր նպատակն է ցույց տալ, թե մենք ոնց ենք անում, որպեսզի ուրիշներն էլ անեն։ Որովհետև Հայաստանը չունի այդ անծայրածիր կերային բազան, որը ունեն ուրիշ երկրները, մեր մրցակից երկրները, որոնք կարող են ինչ ուզում են անեն։ Ինչ ուզում են կարան աճացնեն, մենք չունենք այդ հնարավորությունները, բայց մենք ունենք առավելություն, մենք ունենք արոտներ, որ իրենք չունեն, մենք ունենք ավելի երկար արոտային սեզոն, որ իրենք չունեն, իրենց արոտային սեզոնը 3-4 ամիս, 5 ամիս, մերը 10, երբեմն 11, սա է վերականգնողական անասնապահության ամենահիմնական, հասկանալի, բայց միևնույն ժամանակ խրթին եւ ուշադրություն պահանջող ռազմավարությունը եւ մարտավարությունը։ Ես անընդհատ ասում եմ այս տարի խոտը ուշացել է, վայ խոտը ուշացել է, վայ խոտը ուշացել է։ Խոտը չի ուշացել, մայիսի վերջը, բայց հələ չի սկսել այդ գարնանային այդ ծոպքը։ Գիտեք ինչի, նա չի ուշացել, եղանակներն են տեղաշարվել, մենք արդեն մի քանի տարի ասում ենք ուշացել է խոտը, խոտը գալիս է ժամանակին, հարկավոր է կառավարել արոտները և դրանց ճիշտ օգտագործել,
բնությունը չունի ժամանակացույց, վարքյանաչափ եւ օրացույցը չի ասում, թե հիմա ինչ եղանակ է, որ սեզոնն է։ Օրացույցը չի ասում, ասում է բնությունը։ Եվ հարկավոր է աշխատել բնության հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր ունկնդիրներին, հետևորդներին։ Խնդրում եմ բաժանորդագրվեք։ Նայեք, մենք ընդամենը 2100 քանի բաժանորդ ունենք, բայց մենք միլիոնավոր դիտումներ ենք հավաքում։ Ես ասեմ միլիոնավոր, հիմա հասնենք միլիոնի այս տարի արդեն։ Այսինքն մենք ունենք ավելի շատ դիտորդ, քան թե բաժանորդ։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, մեզ բաժանորդներ են պետք, բոլորին են պետք, և որպեսզի մարդիկ տեսնեն, սա նայեն, և սա Հայաստանի գյուղատնտեսության ապագան է։ Շնորհակալություն, որ հասկանում են, ոչ բոլորը, բայց ով որ հասկանում են, դրանց համար շատ շնորհակալ եմ։ Մենք մենակ չենք կարողանալու անել սա։ Հայաստանը, որպեսզի դառնա միս արտահանող երկիր, պետք է մեր նման լինի մոտ 100 տնտեսություն, մեր նման։ Մի ֆերմայի միսը ոչ մեկ չի առնի։ Մենք նույնիսկ Հայաստանում մի հատ խանութ չենք կարողանում ապահովել պահանջարկը իրաց, ուր մնաց ռեստորան։ Երևանյան, կենտրոնական Երևանյան փոքր ռեստորանը մի ամսում կխժռի մեր ամբողջ։ Նո 2 ամսում կխժռի մեր ամբողջ արտադրանքը, բայց մենք հիմա շուկայական ուսումնասիրության մեջ ենք, ասեցի, որ վաճառում ենք առցանց, buy AM հարթակում և կարող եք նայել մեր ուրեմն այս տեսաերիզի տակ, տեսանյութի տակ տեղադրված մեր կայքեջի հեղումը, այնտեղ կա մեր արտադրանքը, կարող եք այնտեղից պատվիրել, առայժմ գնում է առցանց, բայց մենք նաև ակտիվ շուկայական ուսումնասիրության մեջ ենք, հիմա և հույսով ենք, որ կարող ենք մեր բացարձակապես բնական, ես չեմ սիրում էկո անունը, նորից եմ ասում, որովհետև իմ համար մի քիչ տարօրինակ է, թե ինչի պետք է էկո և ինչ-որ լիցենզավորումներ, ամբողջությամբ բնական մարգագետնի, ալպիական մարգագետիների վրա աճեցված միսը հայտնվի ձեր սեղաններին։ Շնորհակալություն եմ հայտնում մեզ դիտելու համար և կտեսնվենք։